տնկված են պերլիտով հարուստ հողի մեջ, պերլիտով հարստացրել ենք հողը, հապալասի համար նախատեսված հողախառնուրդ են գնել և ավելացրել ենք պերլիտ։ Ուրեմն կտրոնները տեսեք, կտրելից մոտավորապես կտրում եք 10 սանտիմետր երկարությամբ և նախընտրելի է ընտրել այնպիսի կտրոններ, որոնք ավելի շատ աչքեր ունեն, այսպես ասած, և ավելի հավանական է, որ դրանք կկարողանան առաջիկայում լավ շվեր տալ և կպնել։ Այստեղ կտեսնեք մի քանիսը, որ արդեն տերևները բացել են, նշեմ, որ սրանք դեռ արմատակալ չունեն, պարզապես իրենց ցողունի մեջ եղած հյութի հաշվին տերևներ են սկսել տալ։ Հիմա ջրելու աշխատանքներն են կատարում, արդեն մոտավորապես կլինի 1 ամիս է տնկել ենք, հիմա ջրելու աշխատանքներն են կատարում, պարզապես տնկել ենք այստեղ իր համար նախատեսված հատուկ ամանների մեջ և պոլիէթիլենային թաղանթով մարգի տեսք ենք տվել և փորձել ենք պոլիէթիլենային թաղանթի տակ վերցնել, իսկ թաղանթի վրա էլ փռել ենք այսպիսի արևապաշտպան ցանց։ Հապալասի կտրոնները վերցրել ենք մեր նախորդ տարիների հապալասների թփերից, հիմա ձեզ ցույց կտամ նաև նախորդ տարիների հապալասների թփերը։ Ահա սիրելի հետևորդներ, սրանք մայր քոլերն են, տեսնում եք արդեն պատրաստվում են ծաղկելու, շվերը վերցվել են այս մայր քոլերից, սրանք բերված են դրսից, արդեն քանի տարի է արդեն ադապտացրել ենք Հայաստանի պայմաններին, կհիշեք, որ սրանց հետ կապված ձմռանը տեսանյութ էի նկարել, թե արդյոք կմնան ձմռանը դրսում և ինչպես իրենց կդրսևորեն, նշեմ, որ ունենք մոտ 20 տեսակ, բոլորն էլ հիանալի ձմեռումը կատարել են, մեր հապալասի թփերը գտնվում են Արարատյան դաշտավայրում, Արարատյան դաշտի նախալեռնային հատվածներում, մասնավորապես նշեմ, և նշեմ, որ շատ լավ ձմեռումը անցել ենք մենք։ Ահա կարող եք տեսնել, հապալասները պատրաստվում են ծաղկելու։ Իսկ սրանք արդեն սիրելի հետևորդներ 2025 թվականի դրված կտրոններն են, տեսեք ինչ լավ վիճակում են գտնվում, սրանք արդեն պատրաստում ենք վերատնկել նոր տարանների մեջ, հետաքրքիր է, որ 2025 թվականի դրված կտրոնները որոշները որոշել են, որ պետք է բերք տան, իհարկե բերքը պոկելու ենք, որպեսզի թփերը լավ զարգանան, սրանք արդեն վերատնկել ենք, մեկ անգամ վերատնկում կատարել ենք և արդեն կտնկենք ավելի մեծ տարաների մեջ ու կթողնենք, որպեսզի լավ արմատային համակարգը ձևավորի։ Սրանք էլ որոշ հապալասի տեսակներ են, սրանք արդեն երկրորդ տարին է և լավ բերք են պատրաստվում տալ, տեսնենք այս տեսակները ինչպես իրենց կդրսևորեն, ինչ բերք կտան և ինչ համ կունենան բերքը, որովհետև ամեն տեսակ յուրահատուկ համ ունի։ Դրանց մասին արդեն կխոսեմ առաջիկայում։ Իսկ այս տեսանյութով երևի այսքանով սահմանափակվենք, իսկ դուք բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք հաջորդ տեսանյութերը, առաջիկայում մեզ սպասվում են հապալասի ավելի շատ տեսանյութեր և ինչպես նաև կտեսնենք, թե ինչպես են մեր կտրոնները զարգանում։ Ահա, սրանք մեր կտրոններն են, տեսնենք ինչպես են զարգանում, որ տեսակներն են, որ ավելի լավ են կպնում, որ տեսակների հետ խնդիր կունենանք։ Այս պահի համար այսքանը, դե ինչ լավ մնացեք, կհանդիպենք։